Նախատոնական եռուզեռ է Երևանի շուկաներում մարդիկ սկսել են պատրաստվել տարվա գլխավոր տոնին։ Տոնածառը զարդարել են, գնումները ընթացքի մեջ ինչը փչացող չի նախապես գնել ենք, ինչն էլ փչացող է վերջի մի քանի օրերին կգնենք կպատրաստենք։ Այս տարի ես համարյա բան չեմ անելու, մենակ աղա, միրգ մեկ էլ չի, վсё։ Ինչ եք գնել արդեն, ինչքան գումար եք ծախսել։ Ինչ ուզես գինը չեմ կարող ասել, որտեվ ամեն օր մի բան առնում եմ։ Գնումների ցուցակը կազմել են, սկսել են առևտուրը, գներից են բողոքում մարդիկ։ Գները ահավոր թանկ է, ահավոր։ Նույնիսկ կարելի ասել ժամ-ժամի ավելանում է։ Երեք կարող մի ուրիշ գին լինի, այսօր մտնում եք խանութ մի ուրիշ գինը։ Ոմանք դեռ ամենօրյա գնումներ են անում, ամանորյային հերթը չի հասել։ Երբ եք սկսելու նոր տարվա առևտուր անել։ Թե կանենք էլի Ազիզ ջան։ Որքան գումար եք նախատեսել։ Ոյ Ազիզ ջան, ես թոշակառում եմ, ես ամուսինս ենք շատ գումար չէ, մենք քիչ բավարարվում ենք բալես։ Թոշակով։ Մենք մեզ ճոխություն թույլ չենք տալիս իմ աղջիկ։ Բայց այդուհանդերձ ոնց եք նշում, ինչ եք դնում սեղանին, ինչ տրամադրությամբ։ Ոյ սովորական բալա, գիտես ոնց է մեր դրա, եթե դեղերս բոլորը առել եմ, ուրեմն իմ տրամադրությունը բարձր է։ Որքան կծախսեն նոր տարին հայկական ճոխ ձևով դիմավորելու համար դեռ հստակ չգիտեն, բայց մոտավոր հաշվարկել են։ Մնակիչը 100,000-ից պակաս չի լինի։ Ինչքան որ կունենանք, այդքան էլ կնախատեսենք, բայց գնում է, մի 300,000 չափ լինում է, որտեվ ամեն ինչ թանկ է։ Երևի մի 100-150,000 էլի։ Խնձորը 300 դրամից 700 է դարձել, մանդարինը եւս 100 դրամով թանկացել է, դարձել 400։ Արքայա նարնջի գները 800-ի են հասել։ Կայունություն է պահպանում հայկական կանաչին, գնաճ դեռ չկա։ Գավաղ կանաչին էլ կթանկացնեն էլի, չի կանաչին թողնի մնա։ Ընկույզը էժան է, կաղինը թանկ, առաջինը դրսից են ներկրում մոտ 3500 դրամ է, կաղինը 7500, մսամթերքի գինը չի բարձրացել։ Տավարը ոսկորոտը սկսած 3690-ից, ու արդեն տարբեր տեսակի, փապկամիսը սկսած 4590-ից մինչև 5500, անյուղ կտորների մասին է խոսքը, ոնց որ ի սկզբանե եղել է, խոզի թևը 2850 ներկապային, 2950 էլ բուդը։ Ամանորը հրաշք է հատկապես երեխաների համար, անհամբեր սպասում են, թե երբ տոնածառի տակ կլինի սպասված նվերը։ Սիրում ես նոր տարին։ Հա։ Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Չէ։ Իսկ գրելու ես։ Այո։ Ինչ նվեր ես ցանկանում։ Ստիչ։ Դա մի փափուկ խաղալիք է։ Նրա անունը Ստիչ է։ Իսկ ինչ գիտես ձմեռ պապիկի մասին։ Ես գիտեմ, որ նա շատ բարի է։ Նոր տարուն հատուկ են պատրաստվել 3 քույրիկները՝ Ալինան, Յանան ու Սիլվին։ Եվ երգում ենք եւ պարում ենք նոր տարի, խաղաղությունը մեզ հաստատ կհասցնի։ Մարդկանց ծախսերը տարբեր են, մաղթանքը մեկն է։ Խաղաղության տարի լինի, ապրենք զարգացող երկրում։ Հանդուրժող լինենք մեկս մյուսի հանդեպ, չարության, ատելության մթնոլորտը մեր հասարակությունում մի քիչ պակասի եւ վայելենք այն ինչ ունենք։ Իզաբելլա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։